Յակին են պախուստին և ոչ գտով
Աստվածաշնչյանս լուսինն և սաստերս լուսավոր գիշերը ևս լույս չրակի։ Դու ես լույս գովերի սուրբ և առաջին լույսը, իգեն հաղթողավարը, ևս լույս քո կենդանի Տեր Ծագյայի սիրտս մեր, և մեր միաբանս Աստծո, օրհնյալ է անոր սուրբ առածքով, և քեզ երկեն զորություն ևս Փառս հոր և Հոգու և օգնությունը քո, այժմ և միշտ և ալիքյանս ալիքենից ամեն։ Ասիակը սիջան երեկոյիս ամենեքյան անվարնալով ձևս մեր պարավենից ձեզ, մեր աստված մեր, որ շնորհեցել մեզ ստիվ խաղաղության բացուցանել և հասնի իժան երեկոյիս, արժանավորյաց մեզ Տեր Սուրբ Սրբ և վերջնակային երկով քո հավանություն մատուցանել Տիրոջ Աստծո ամենակարի Քեցո և Գողորմյան։ Քեցո Տեր և Գողորմյան։ Գողորմյանց մեզ Տեր Աստված վերստեցի որոնցյան քո ասացուկ ամենեքյան հրամանության։ Տեր Գողորմյան, Տեր Գողորմյան, Տեր Գողորմյան, ասյալքս իժամ երեկոյիս ամենեքյան անդադար խաղաղորեն, ըս հայ և զորք և սուրբ հոգի, այժմ և միշտ և ալիքյանս ալիքենից ամեն։ Նայա և դուրից Տեր Աստվածին, մինչև երբ Տեր նորանաս Իսիս պար, մինչև երբ դարձուցանես երեսս քոին է։ Աստված Աբրահամին երևաց Մամրեի կաղնու մոտ, երբ սա կեսօրին դեռ նստած էր իր վրանի դրան մոտ։ Աբրահամը բարձրացրեց աչքերը և դիմաց տեսավ երեք տղամարդկանց։ Տեսնելով դրանց, նա իր վրանի դրան մոտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչև գետին ու ասաց նրանց. Տեր, եթե շնորհ գտաք քո առաջ, քո ծառային անտես մի արա, թող մի քիչ ջուր բերեն, նպան ձեր ոտքերը, ապա հովացեք ծառի տակ, հաց բերեք, կերեք և ապա գնացեք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղվեցիք ձեր ճանապարհից։ Նրանք պատասխանին. Արա այնպես ինչպես ասացիր։ Աբրահամը շտապեց դեպի վրանը Սարայի մոտ և ասաց նրան. շտապիր 3 գրիվ ընտիր ալյուր մուծիր ու նկարակ պատրաստիր։ Աբրահամը գնաց դեպի նախիր, վերցրեց մի մատաղ, լավ հորդ տվեց Սարային ու շտապեց ձեզ, որ կերակուր պատրաստի։ Նա վերցրեց կարակ, կաթ ու հորթի մսից պատրաստված կերակուրը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ ծառի տակ։ Նրանք հարցրին. Ուր է քո կին Սառան։ Նա պատասխանեց. վրանում է։ Նրանցից մեկի մոտ ես եկա տարի նույն այս օրերը կամ Սառան ականջ էր դնում վրանի դրանը, նրա ետևում կանգնած։ Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր և Սառան կորցրել էր ծննդաբերելու հատկությունը։ Ծիծաղեց Սառան իր մտքում և ասաց. այն, ինչ մինչև այժմ չկարողացա անել, հիմա պիտի կարողանամ, իսկ իմ ամուսինն էլ ծերացել է։ Տերն ասաց Աբրահամին. այդ ինչու է ծիծաղում Սառան իր մտքում և ասում. թե իրոք կծնեմ, չէ որ ես պառավել եմ։ Միթե Աստծո համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ այս օրերին ես կվերադառնամ քեզ մոտ և Սառան որդի կունենա։ Ժխտեց Սառան ասելով. ես չծիծաղեցի, նա վախեցել էր։ Տերն ասաց. ոչ, այդպես չէ, ծիծաղի։ Նրանք այդտեղից վեր գնալով ճանապարհ ընկան դեպի Սոդոմացոց և Գոմորաց աշխարհները, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելով։ Տերն ասաց. միթե ես իմ ծառայի Աբրահամից գաղտնի բան պիտի պահեմ, այն ինչ անելու եմ։ Աբրահամը հաստատապես մեծ և բազմանդամ ազգի նախահայր է լինելու, և նրա միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը, որովհետև ես գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան, պահպանելով արդարությունն ու իրավունքը։ Տեր Աստված կկատարի այն ամենը, ինչ խոստացել է Աբրահամին։ Այնուհետև Տերն ասաց. Սոդոմացիների ու Գոմորացիների աղաղակը աղաղնացել է, հասել է ինձ, նրանց մեղքերը խիստ շատացել է։ Արդիչնեմ տեսնեմ, թե ինձ հասած նրանց աղաղակը համապատասխանում է նրանց կատարածին, թե ոչ։ Այդ եմ ուզում գիտենալ։ Այնտեղից շրջվելով այդ մարդիկ եկան Սոդոմ, Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց։ Աբրահամը մոտեցավ Տիրոջն ու ասաց. միթե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանի կենթարկվի, ինչ որ ամբարիշտ է։ Եթե քաղաքում 50 արդար լինի կոչնչացնես նրանց, չես խնայի ամբողջ քաղաքը հանուն այնտեղ գտնվող 50 արդարների։
Քավ լիցի, չանես այդ բանը, արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը ենթարկվի նույն բանին, ինչ որ ամբարիշտ է։ Ոչ, դու որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի։ Տերն ասաց. Եթե Սոդոմում այդ քաղաքում գտնվի 50 արդար, հանուն նրանց ես կխնայեմ ամբողջ քաղաքը։ Պատասխան տվեց Աբրահամն ու ասաց. Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ ու մոխի։ Իսկ եթե 50 արդարները պակասեն 5 հոգով, այդ հնգի պատճառով դարձյալ կկործանես ողջ քաղաքը։ Տերն ասաց. չեմ կործանի, եթե այնտեղ գտնվի 45 արդար։ Աբրահամը շարունակեց խոսել նրա հետ ու ասաց. իսկ եթե այնտեղ գտնվի 40, նա ասաց. չեմ կործանի հանուն այդ 40-ին։ Աբրահամն ասաց. Տեր, ինձ որևէ բան կպատահի, եթե շարունակեմ խոսել, իսկ եթե այնտեղ գտնվեն 30-ը, Տերն պատասխանեց. չեմ կործանի, եթե այնտեղ գտնվի 30։ Աբրահամն ասաց. քանի սկսել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ, իսկ եթե այնտեղ գտնվի 20, Տերը պատասխանեց. չեմ կործանի հանուն այդ 20-ին։ Աբրահամն ասաց. Տեր, ինձ որևէ բան կպատահի, եթե դարձյալ խոսեմ, իսկ եթե այնտեղ գտնվի 10, Տերը պատասխանեց. չեմ կործանի հանուն 10-ի։ Եվ Տերը վերջացնելով Աբրահամի հետ խոսակցությունը գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակատեղին։ Ընթերցվածքս առակած գրքից է։ Որդյակ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, և հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. արի մեզ հետ մասնակից եղիր արյունահեղության, անմեղ տեղը սպանենք և հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ կուլ տանք և նրա հիշատակը վերացնենք երկրից։ Հափշտակենք նրա տեսակ ունեցվածքը և մեր դները լցնենք ավարով։ Եկ մեզ բաժնեկից դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ ունենանք, և միևնույն տեղը կլինի մեր գանձարանը։ Որդյակ, ճանապարհ մի գնա նրանց հետ, ոտքդ շեղիր նրանց շահույթներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արյուն հեղելու, արդարը վիզուր թակար չեն դառնում թռչունների համար։ Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար։ Չարը լինելու անիրավ մարդկանց կործանում է, դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարդությունը դրանց հոգին է սպանում։ Ընթերցվածքս Զաքարիայի մարգարեությունից է։ Բաց արա քո դռները, ով Լիբանան, թող կրակը լափի քո մայրիներին, թող ողբան նոճիները, քանզի մայրիները տապալվեցին և մեծապես թշվառացան մեծամեծ ծառերը։ Ողբացեք, ով բասերի դաղնիներ, քանզի քանդվեց Սարախիտ անտառը։ Ահա հովիվների ողբալու ձայնը, նսեմացել է նրանց մեծությունը։ Ահա առյուծների մռնչալու ձայնը, ամայացել է Հորդանան գետի վեհությունը։ Այսպես է ասում ամենակալ Տերը. արածացրու քո հոտերը, որ մորթատելու համար են։ Նրանց գնողները կոտորում են նրանց, վաճառում էին նրանց և ասում. թող օրհնյալ լինի Տերը, մենք հարստանանք, իսկ նրանց հովիվները բնավ չէին ցավում ոչխարների համար։ Դրա համար էլ ես այլևս չեմ խնայելու այդ երկրի բնակիչներին, ասում է Տերը։ Ահա ես մատնելու եմ մարդկանց յուրաքանչյուրին իր ընկերոջ ձեռքը, նաև իր թագավորի ձեռքը, նրանք պիտի զարկեն իրար, իսկ ես ոչ մեկին չեմ փրկելու նրանց ձեռքից։ Քանանացիների երկրում ես հովություն պիտի անեմ այն հոտին, որ մորթատելու համար է։ Ինձ համար երկու գավազան պիտի վերցնեմ, մեկը պիտի կոչեմ գեղեցկություն, իսկ երկրորդը վիճակ, և պիտի արածացնեմ հոտերը։ Մեկ ամսում ես վերացրի 3 հովիվներին, որովհետև իմ հոգին զզվել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզվել էին ինձանից։ Ես ահա ասում եմ, ձեզ չեմ հովվելու, ով մեռնելու է, թող մեռնի, ով սատկելու է, թող սատկի, մնացածներից ամեն մեկն էլ թող ուտի իր ընկերոջ մարմինը։ Ես պիտի վերցնեմ իմ գավազանը գեղեցկության, պիտի նստեմ ցած խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ։ Այդ ուխտը պիտի խզվի այն օրը, երբ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հոտերը, քանզի սա Տիրոջ խոսքն է։ Ես նրանց ասացի. եթե ձեր աչքին հաճելի է թվում, տվեք իմ վարձը, իսկ եթե ոչ, ասացեք, և նրանց քշրեցին իմ վարձը 30 արծաթ։ Տերն ինձ ասաց. դու բովի մեջ գցիր դա, քննիր, թե այն փորձված է արդյոք, այնպես ինչպես որ ես փորձվեցի նրանց կողմից իրենց համար։
Ես վերցրի 30 արծաթը և Տիրոջ տանը գցեցի բովի մեջ։ Ես դեն գցեցի իմ երկրորդ գավազանը վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էր Հուդայի երկիրի և Իսրայելի միջև։ Դերը դարձյալ ինձ ասաց. դու հովություն անելու համար վերցրու մի տգետ հովի գործիքներ, որովհետև ահա ես մի տգետ հովիվ եմ դնելու այս երկրի վրա։ Նա չի հոգնելու նիհար ոչխարների համար, ցրվածին չի փնտրելու, վիրավորածին չի բուժելու, առողջին չի խնամելու, այլ ուտելու է ընկիր ոչխարների միսը և փշրելու է նրանց ոտքի ոսկորները։ Վայ քեզ ով անարժան հովիվ, որ աչքաթող ես անում քո հողը, թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աչքը, թող անպատճառ չորանա նրա բազուկը, թող անպայման կորանա նրա աչքը։ Հովիվ ելեցին աղոտքին, որպես կում կարաջին հոտել, անբարձում են ձերացվելոց, ատարակ երեկոյին, և ևս բավավությանս Տեր աղաջեսով զամենակալնացված, այս հայտնի առններու Իսուսի Քրիստոսի, ստակավորն բավավության ավագս բավավության և բասն միայն Սուրբ կաթոլիկե և առաքելական եկեղեցվով, զիզվազում ամս բավավության տացել մեզ Տեր Աստված մեր, և ստակավորս բավավատարս առաքես սեան մեզ, բասն մեծի Սուրբ և աղորական յուրով, ըսպետս գավարակ, զորավարս, զորագլուխս, ժողովուրդս, ըսմուտս և զելս մեր աղաղության պարեսը, և զամենայն պատերազմունս դշնամույն խորտակեսեի մեջ, Տեր ամենակալ կեցուսը և ողորմեսի, կեցոտեր և ողորմյան, զերեկս մերձյալ և զարաչակա գիշերս բավաղության բանցուցանել ավատով, իդյարներ խնդրեսու, շնորյատ է, ըսրեշտակ բավաղության բաղապան անձանց մերոց, իդյարներ խնդրեսու, շնորյատ է, ըսխաղություն և ըսգողություն անձանած մերոց, իդյարներ խնդրեսու, շնորյատ է, ըսրկող խաչի մեջ և կարոտ զորություն օգնություն անձանց մերոց, իդյարներ խնդրեսու, հարպածական սուրբ խաչի կոտեր, և ևս միաբան բասն ճշմարիտ և սուրբ ավարտույս մերով, ըստ Տեր աղաջեսու, Տեր ողորմյան, սանձինս մեր ևս միմյանս տյարն Աստուծո ամենակալի, անձնար Աստծու, քեզ տյարն հանձն յորիցու, ողորմյաց մեզ Տեր Աստված մեր ըստ մեծի ողորմության ու, ասացու կամենեքյան միաբանության, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, լուր ձայնից մերոց Տեր Աստված մեր, ընկալ զավաչանս մերս անբարձումն ձեռած մերոց ևս բանս աղոտից, սրբելով զերեկոյի պատարակս մերի հոկանուշից ի հաճույս կես պատրաստել, ավելի մեզ Տեր ամենակալս հավատը սուրիսս սեր և զամենային գործս առակինության, որպես ես կամած ով բարեսիրած միշտ պրոնավորյալ բարեպաշտության ի տվե և ի գիշերի արժանավոր և իծու քաղաքս անձանց մերոց կրտության և բասն հոգևոր կենացը տավաճելս կես Տեր և գտանելիք են շնորհս և զողորմություն և բանալով առավրեսուկս հայր և զորքի և սուրբ ոգի այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն խաղաղություն ամենեցում և ընթոքվույթ կուն Աստուծո երկիր պագեցու Քեզ երկիր պագանելով Տեր Աստված մեր, գոանան կսկեն ավագս տաղավության բանցուցանելու իմ մեջ զերկալություն տվնջանս։ Տուր մեզ Տեր աղաչեմ կսկես զերեկս և զարաչակա գիշերս առանց մեղած և առանց գայքակրության անցուցանել։ Հաստատում կալ և մնալի հավատ և հույսի սեր և ի պատվիրանալ պաղության քո։ Խնդրելովս խաղաղություն ամենայն աշխարհի և եկեղեցվող ու սրբոս հաստատություն և անձանց մերոցս կրտություն, որպես ընդունելով ինքենս հայցվածս մեր ևս մեծ վայրչական փառաբանություն, միշտի բարձումս առաքեսում ամենազոր դրությանը Քրիստոս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Աստված, Սուրբ և զոր, Սուրբ և ամառ, որ եկի և գալուստես ողորմյան ես, Սուրբ Աստված, Սուրբ և զոր, Սուրբ և ամառ, որ եկի և գալուստես ողորմյան ես, Սուրբ Աստված, Սուրբ և զոր, Սուրբ և ամառ, որ եկի և գալուստես ողորմյան
Հայր գթած բարեխնամող, արարիչ ամենայն արարածոց, ընկալս պաղատանս ծառայից գոցի ժամ երեկոյիս, որ առատ ես առամենեսյան պարգևող բարերարության կով, ողորմյան դեր ամենայն աշխարի և եկեղեցու ու սրբով, հիվանդած, վշտացելոց, ճանապարհորդած, նավորդած, խոստովանողած, ապաշխարողած և հոգվոց հանդուցելոց։ Զիտու դեր ամենակալ գիտես ասպետս մեր և ասկարիս առավել քան զոր խնդրենք և իմանանք, և քեզ ընդորդվո և ամենասրբո հոգվույն, վայրև հարկ իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս ամենից ամեն։ Երանի որ խորից աղբատն ևս տնան, հավուրջարի բրգես նա տեր բրգես նա և կեցության երանելի արմը ըզնա իմերա էգրի, և ոչ մատնը ըզնա իծերս տշնամյաց յուրոց, տերովնական է նմա իմայից ծավոց յուրոց, զամենայն անգողիրս նորա դարձուցան է պիհիվանդութեն նորա, ես ասացի տեր ողորմյայից բժշկյա զանցնիմ ես մեղակես, թշնամիկ իմացասին ինչ ճար, երբ իցեզի մերձի, երբ որուսեանում նորա, ալելույա օրդի, խաղաղություն ամենեցում, և ընդոքույթքում, երկյուղացությամբ լվարող, սրբո ավետարանից Իսուսի Քրիստոսի, որըստ Մատթեոսի, Փառքես Տեր Աստված մեր, պրոսվում է ասե Աստված, վասնտյարն մերով Իսուսի Քրիստոսի, այն ժամ ժողովեցան քահանայապետքն և դպիրք և ծեր ժողովրդյանն Իսրա քահանայապետին, որում անունն էր Կայափա, և արարին խորհուրդ զինենգությամբ կալցենս Իսուս և սպանցեն, բայց ասեին թե մի տոնիաս զիմի խռովություն լինիցի ի ժողովրդյան, իբրև եկն Իսուս ի Բեթանիա ի տունն Սիմոնի բորոտի, մատյավառնակին մի որ ուներ շիշ յուղոց ծանրագնի, և թափյացի գլուխ նորա ի բազմականի, իբրև տեսին աշակերտն բարկացան և ասեն, ընդերեք օրուստըտ այդ յուղոյթ, զիմարդ էր վաճառելս դա մեծագնի և տալավ կատած, գիտաց Իսուս և ասե, զի աշխատարնեք ըսկինըտ, գործ մի բարի գործյաց դայիս, ամենայն ժամ զաղկատս ընձեզ ունիք, բայց իս ոչ անապազն ձեզ ունիք, արկանել դորա ըս յուղըտ իմ արմնիմ, առիթ հաղելոզիս նշանակյաց, բայց ամեն ասեն ձեզ, զի ուր և քարոսի ավետարանս այս ընդամենայն աշխար, խոսեսի և զորարար դա ի հիշատակ դորա, այն ժամ գնաց մի հերկոտասանիցն անվանյալն Հուդաս կարովտացի արքահանայապետսն և ասե, զինչ կամիք տալի ինձ և ես մատնեցի ծզնաձեզ, և նոքա կշռեցին նմա 30 արծաթի, և այնը մետեղ խնդրեր պարապ, զիպ մատնեսես նա նոր
խաղաղության, օգնական և գրգիչ անձանց մերոց Քրիստոս Աստված մեր, պարսպյալ պահյա ժողովուրդս քո, ընթովանյալ սուրբ և պատվական խաչի մտքով ի խաղաղության, հրկյայրվելի և աներևի թշնամի, արժանավորյալ գորության փառավորելս քեզ ընթոր և ընցրկողով, այժմ և միշտ և հավիտյան սատկենից, ամեն։ Հավատավոր ներկաներ, քույրեր և պայրներ, վաղվա արարողությունների հետ կապված գիտեմ տեղյակ եք, բայց մեկ անգամ ևս հիշեցնեմ։ Առավոտյան ժամը 9-ին ապաշխարված կարգ։ Գիտեմ հայտարարության մեջ աչքիցս վրա լիպելեր չէի նշել, բայց հայտարարության մեջ նշել էր։ Ժամը 10-ին 15 պակաս խոստովանություն, որից հետո Սուրբ Պատարագ ի հիշատակ վերջին ընթրիքի և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման։ Ժամը 4:30 վաղը ոտնլվայի կարգ, որի ավարտին 6:37-ին կսկսենք խավարման կարգ։ Վաղ ուրեմն ձեզ հետ գիտեք ինչ պիտի բերեք, կարակ օրհնվելու համար։ Ուրբաթ օրը ժամը 12-ին խաչելության կարգ, ձեր հետ ծաղիկներ կբերեք, որ գերեզմանը կարողանանք զարդարել և ժամը 4:30 Տիրոջ ուրեմն Սուրբ Թաղման կարգը կկատարեք։ Շաբաթ օրը արդեն ժամը 5-ից կսկսվի ճրագալույցի պատարագը ընթերցումներով և կավետենք Տիրոջ Սուրբ և փառավոր հարության ավետիսը։ Կիրակի օրը արդեն գիտենք պատարագ 10:30, երկուշաբթի օրն էլ մեռելոց պատարագ ժամը 10-ից առավոտյան։ Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու ամեն։ Սիրելիներ, ավագ շաբաթվա ավագ չորեքշաբթի օրը հասանք, որ հիշատակն էր Տիրոջ օծման մեղավոր մի կնոջ կողմից, այնուհետև մատնության։ Բայց մինչ այդ հանդիպում են ունենում քահանայապետներն ու օրենսգետները և նաև ժողովրդի ծերերը, մեծերը, ավագները և հավաքվում են Կայափա անունով քահանայապետի դահլիճում և խորհուրդ են անում, որպեսզի բռնեն Քրիստոսին և սպանեն։ Ինչպես մյուս ավետարաններում է ասվում, ավելի լավ է մեկ մարդ մեռնի, քան թե ամբողջ ազգը վտանգի ենթարկվի։ Բայց որոշում են, որ ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Եվ երբ Հիսուս ասում է ավետարանիչը, Բեթանիա ասավ և Բորոտ անունով Սիմոնի տանն էր ընթրիքի նստած, նրան մոտեցավ մի կին, որ շատ թանկարժեք մի յուղի սրվակ ուներ իր ձեռքին, և այն թափեց Քրիստոսի գլխին։ Եվ երբ աշակերտները տեսան, իմասնավորի Հուդան, սկսեցին բողոքել ասելով, որ ափսոս չէր այդ թանկարժեք յուղը, որ այսպես ուղղակի վատնվեց։ Այն կարող էինք վաճառել և դրամը տալ աղքատներին։ Եվ Քրիստոս դառնալով նրանց ասեց. այս կնոջ հետ գործ չունեք, մի տանջեք նրան, որովհետև այն ինչ որ արեց ինքը ինձ համար, իմ թաղումը խորհրդանշեց, ցույց տվեց։ Եվ հետ այսու աշխարհի որ անկյունում էլ ասեց, որ խոսվի այս ավետարանը, այս կնոջ արածը պիտի հիշվի այս ավետարանի հետ։ Քանի որ ասեց, որ աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ ոչ։ Եվ այս դեպքից հետո կարծես Հուդայի
այսպես ասած համբերության բաժակը լցված, ուղղակի դուրս եկավ եւ քահանայապետերի մոտ գնաց։ Եվ ասեց, ինչ կտակ ինձ, որպեսզի նրան մատնեմ։ Եվ նրանք ասացին 30 արծաթ դրամ։ Եվ դրանից հետո նա առիթ էր որոնում, որպեսզի մատնի տիրոջը։ Զարմանալի մի իրավիճակի առջև ենք կանգնած։ Երբևէ մեզ հարց տվել ենք, թե Հուդան ինչու դուրս գալով ուղղակի գնաց քահանայապետերի մոտ։ Տեղյակ էր իրենց հավաքույթից, իրենց ժողովից։ Գիտեր արդյոք, որ այդ դեպքից առաջ քահանայապետերը խորհուրդ են արել օրենսգետների եւ ծերերի հետ եւ որոշել, որ նրան բռնեն եւ սպանեն։ Եվ ահա ուղղակի գնաց նրանց մոտ, ոչ աջ, ոչ ձախ։ Իմ խորին համոզմամբ Հուդան բավականին լավ տեղյակ էր, թե ինչ պիտի կատարվեր։ Եվ բավականին լավ գիտեր, որ քահանայապետերն արդեն իսկ հանդիպում են ունեցել եւ արդեն իսկ հստակ որոշումը կայացրել են Քրիստոսին բռնելու եւ սպանելու։ Եվ առանց մեկ անգամ, մեկ ակնթարթ անգամ աչքը թարթելու ուղղակի գնաց եւ ասաց. ես պատրաստ եմ ծառայելու ձեզ։ Ինչ կտակ, որպեսզի իրեն մատնեմ։ Եվ ինչպես որ Զաքարիայի մարգարեությունն այսօր ընթերցվեց, մարգարեությունը տեղի ունեցավ եւ ասեց, որ գինս 30 արծաթ ընդամենը կշռեցին։ Ասեցին քեզ 30 արծաթ կտան, բավ է ասեց։ 30 արծաթը մեր օրվա դրամով փոխած, չգիտեմ 30,000 դրամ, լավ թող լինի 300,000 դրամ։ Լավ թող լինի $3,000։ Բա դու 3 տարի տիրոջ հետ քայլես, տիրոջից ունենաս ու ստանաս այն ամենն, ինչ պետք է քեզ կյանքիդ համար։ Ստանաս զորություն, ստանաս հոգի, գնաս աղոթք անես, դևեր հանես, մարդկանց բժշկես։ Երբ ունես ամեն ինչ, դա քեզ բավարար չէ։ Այդ 30 արծաթի կարոտն է իր մնացել Հուդա։ Դրա կարիքն ունեիր արդյոք դու։ Ինչի ակնկալիք ունեիր դու։ Եվ ինչ սրտով ու մտքով էիր այդ 3 տարին տիրոջ հետ քայլում։ Որևէ մի բան ստանալու, թե տիրոջով քո փրկությանը հասնի։ Ընդամենը 30 կտոր արծաթ։ Եվ տիեզերքի արարիչը մարդու կողմից ու ձեռքով մատնվում է մարդկանց։ Ստեղծվածը երես է թեքում ստեղծողից։ Արարվածը թիկունք է դարձնում արարչին։ Նա որ հողից է ստեղծվել, այդ հողը ստեղծողին են մատնում։ Երեսուն արծաթ, լավ գոնե մի լուրջ գումարի մասին խոսվիր, որ ամոթ չլիներ, որ դարեդար այսպես խայտառակ չլինեիր, չնայած արդեն իսկ անեծքի մեջ էիր։ 30 արծաթ էր իր ուզածը, որովհետև արդեն բավական ինքը գանձանակն էր պահում առաքյալներին։ Բավականին դրամ արդեն ուներ իր գրպաններում, դեռ քիչ էր, դեռ նորից գնաց, նորից ուզեց։ Վերջերս մի քարոզչի էի լսում, որ ասաց. Հուդան մեկ անգամ մատնեց տիրոջը։ Մենք օրվա մեջ քանի անգամ ենք հուդայություն անում։ Մենք քանի անգամ ենք
Հուդայի ճամփան բռնում։ Եթե նա 30 արծաթով մատնեց տիրոջը, շատ հաճախ մենք առանց որևէ մի բանի, գիտակցաբար եւ անգիտակից, կամովին եւ ակամա դառնում են նոր հուդաներ։ Եվ մեր հաճելին, մեր ցանկություններին, մեր կրքերին, մեր երազներին դեմ հանդիման մատնում մեր տիրոջը։ Լավ դու սպասիր Բորոտ Սիմոնի տանը, այդ յուղն էլ որ լցվեց քո գլխին քո թաղումդ խորհրդանշող, այդ յուղի բուրմունքով էսպես թող մի հատ բոլորը արփենան, ես գործ ունեմ անել։ Ես իմ ցանկություններից հագուրտ ունեմ տալու։ Ես իմ կրքերին, իմ երազներին գոհացում ունեմ տալու։ Ես աշխարհին պիտի տրվեմ, եւ աշխարհն ինձ 30 արծաթ պիտի տա։ Քահանա մի ընկեր ունեմ, շատ հավատքով, Աստված իրեն զորացնի։ Ասում է, մի անգամ մեքենայիս ավտովթար ունեցա եւ մեղավոր կողմը բավականին գումար ասում է ինձ տվեց։ Եվ որպիսի այդ գումարը չկորցնեմ, մտածեցի, որ եւ ընթացքը մեծ պահքի ընթացքն է։ Մտածեցի, որ տանեմ բանկում ավանդ դնեմ, որպիսի ամսվա վերջ որոշակի գումար աշխատեմ։ Եվ չգիտես ինչու ասում եք, ամբողջ ընթացքում անընդհատ ինձ առջև թե աղքատներ են հայտնվում, թե կարիքավորներ են հայտնվում, թե մարդիկ են հայտնվում, որ ինձ որ պիտի ձեռ մեկնեմ եւ երես են թեքում, անընդհատ ես էլ մտածում եմ, լավ տեսնես ես ինչից է որ էսպես է։ Անհամբեր սպասում եմ ամսվա վերջ, որ տեսնեմ այդ գումարը ինչքան գումար է բերել ինձ։ Եվ ասում է հասա բանկ, եւ դրամատունը բացվեց, ապշեցի, որ ընդամենը 30 դրամ էր ավելացել։ Եվ այդտեղ ասում է կարծես թե շանթ ու որոտ իջավ իմ գլխին ասելով, որ այս քո 30 արծաթդ էր, որ պիտի տայիր այդ աղքատներին ու չտվեցիր։ Մենք քանի անգամ ենք այդ 30 արծաթը ուղղակի գրպանում։ Մենք չենք անում այդ նույն բանը։ Ասում է ես դրան ինչի գումար տամ, գնալու է արաղ առնի խմի, գնալու է հարբի, գնալու է վատ բաներ անի։ Ինչ գիտես, որ այդպես անի։ Ով քեզ ասեց, որ այդպես անել։ Եվ ով ինձ դատավոր նշանակեց այդ մարդուն։ Տերն ասեց օգնիր, ուրեմն պիտի օգնեմ։ Դրամով չեմ կարող, սնունդով կօգնեմ։ Սնունդով չեմ կարող, հագուստով կօգնեմ։ Հագուստով չեմ կարող, ջրով կօգնեմ։ Ջրով չեմ կարող, կողջագուրվեմ, կհամբուրեմ, կբարևեմ, մի բարի խոսք ասեմ այդ մարդուն, որպեսզի Աստծուց տված այդ 30 արծաթը ճիշտ օգտագործեմ։ Ոչ թե Հուդայի նման գրպանեմ։ Ավակ չորեքշաբթի օրն է այսօր։ Հուդային ենք նմանվում, թե ոչ։ Մտածենք այս մասին։ Ուզում ենք Հուդայա նման ապրել, ուզում ենք Հուդայի ճամփան բռնել, թե այն մաքսավորի նման մեր ուսն ու սիրտը ծեծենք ու ասենք Տեր, մեղանչել եմ քո առջև։ Տեր, մեղքերից թողություն տուր։ Տեր, գիտեմ, որ ինքս էլ քեզ մատնել եմ բազմիցս իմ մեղքերից պատճառով։ Տեր, քո թափվելիք արյունդ, որ պիտի թափես այդ խաչի վրա վերստին, թող լվա ինձ իմ մեղքերից։ Տեր, մեղանչեցի երկնքի եւ քո առջև։ Հրկիր ինձ իմ մեղքերի ճիրաններից, այսօր եւ վաղը եւ հավիտյանս։ Ամեն։
Հիմա միասին հայր մեր աղոթքը Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղիցիան քո, եկես Սեր արքայություն, Եղիցին կամքո, որպես եկինս եղետրի, ըսած մեր անապազով թուք մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեր թողունքներոց պարտականացի, և մի տանիրս մեզ իքործություն, այլ պրկյաց մեզ չարել, Զիկոյ արքայություն, և զորություն, և փառք Փարքյանս, ամեն, օրհնյալ եղերուք շնորհացն Սուրբ Հոգու, երթայքի խաղաղություն, և Տերն մեր Հիսուս Քրիստոս, եղիցի եմ ձեզ ընտամենեսյանը, ամեն։ Թող մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս օրհնի ու զորացնի մեզ բոլորիս, ավագ շաբաթը ձեր ձեռքի տված Աստուծո հետ քայլեմ, մինչև հարության պայծառ ավետիս։ Աստված զորացնի մեզ։ Հիմա եկեք նորից խաչ ավետարան